Բարև ձեզ, Իգոր ծրագրի հարգելի մասնակիցներ, ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ, որ մենք այս ծրագիրը շարունակաբար իրականացնում ենք ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների և նաև ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել, որ ծրագիրը կոնկրետ արդյունքներ ունի այն նպատակների իրագործման տեսակետից, որ մենք առաջադրել ենք, իսկ տվյալ դեպքում խոսքը Սփյուռքի ներուժի ներգրավման մասին է Հայաստանի պետական կառավարման համակարգ և ինչպես երևի գիտեք արդեն, մենք արդեն ծրագրի մասնակիցներից բարձրաստիճան պաշտոնյաներ ունենք, իդեմս էկոնոմիկայի նախարարի տեղակալի և զբոսաշրջության կոմիտեի նախագահի, ինչը ցույց է տալիս մեր մտադրությունների լրջությունը, իհարկե նախ արտահայտվել է ծրագրի մասնակիցների մտադրությունների լրջությունը, որին մենք համապատասխան ձևով արձագանքել ենք և հույս ունեմ, որ մենք այս գործընթացը կշարունակենք, որովհետև մենք նաև ուզում ենք, որպեսզի Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի պետական կառավարման համակարգ և մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում լինի ավելի ու ավելի շոշափելի, ավելի նյութական, մենք ուզում ենք նաև, որ Սփյուռքի մեր հարգելի ներկայացուցիչները պրոբլեմները տեսնեն ներսից, այդ պրոբլեմների գնահատմանը մասնակցեն և նաև կոնկրետ լուծումներ առաջարկեն, որը գուցե թե սովորական ամենօրյա հայացքը չի նկատում։ Իհարկե, ես կարծում եմ, որ մենք այս գործընթացը իսկապես կշարունակենք և նաև ձեր հայացքներից եմ տեսնում, որ դուք իսկապես լուրջ եք տրամադրված և դրա համար անկեղծ շատ ուրախ եմ, որովհետև գիտեք, որ մենք աննախադեպ մարտահրավերների առաջ ենք կանգնած և այդ մարտահրավերների, ոչ սովորական մարտահրավերների հասցեագրումը և լուծումը պահանջում է ոչ սովորական մոտեցումներ և մենք հույս ունենք, որ դուք ձեզ հետ կբերեք այդ ոչ սովորական մոտեցումները և նաև մեզ կօգնեք, կհարստացնեք ձեր գիտելիքներով, հմտություններով, ընդունակություններով և նաև եթե արդեն իսկ արվածից ինչ-որ օգտակար բան կկարողանաք վերցնել, արձանագրել, իհարկե դրա համար մենք նաև ուրախ կլինենք։ Հիշում եք Սփյուռքի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի բացման այդ գործընթացում շատ մեծ բանավեճեր, քննարկումներ եղան, բայց ես չեմ հիշում, որ Հայաստանի ղեկավարը, ղեկավարությունը այս ֆորմատով նախկինում երբևէ համագործակցություն ունեցած լինի Սփյուռքի հետ և ես կարծում եմ, որ սա նաև այդ ինստիտուցիոնալ փոփոխության կարևոր արդյունք է, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ինքն էլ Սփյուռքի ներկայացուցիչ է, չնայած ինչպես շատերը Սփյուռքի ներկայացուցիչ լինելուց առաջ Հայաստանի ներկայացուցիչ է եղել, այս թեմայի առանձնահատկությունը հենց դրա համար է և մենք ուզում ենք այդ սահմանները գոյություն չունենան և մենք ուզում ենք, որ իսկապես մանավանդ այսօրվա գլոբալ աշխարհում երբեմն էական էլ չի աշխարհի որ կետում ես գտնվում, հեռավորությունը ժամանակակից աշխարհում ավելի շատ հոգեբանություն է, քան տարածություն և հետևաբար ես ամենևին չեմ ուզում թերագնահատել տարածությունը, բայց չեմ ուզում նաև հոգեբանությունը թերագնահատել և մենք պիտի հաղթահարենք հոգեբանությունը տարածության միջոցով և տարածությունը հոգեբանության միջոցով և կարծում եմ այս ծրագիրը այս բանաձևի իրագործման կարևորագույն հարթակներից է, իհարկե ես կոնկրետ դեպքերի մասին խոսեցի, բայց ես համոզված եմ, որ Իգոր ծրագրի մասնակիցները բազմաթիվ աշխատանքներ են արել տարբեր նախարարություններում, մասնակցել տարբեր օրենքների, որոշումների, կառավարության որոշումների, ծրագրերի մշակմանը և իրագործմանը մեծ ծավալի աշխատանք է արված և ես հույս ունեմ, որ այս ծրագրի մասնակիցները և նախաձեռնողները մենք բոլորս գոհ կլինենք ի վերջո վերջնարդյունքից։ Գիտեք, եթե նույնիսկ շատ շոշափելի արդյունքների մասին խոսելու առիթներ
չունենանք այնքան, ինչքան մենք կցանկանային, այս շփումը, այս հաղորդակցությունը ինքնին շատ կարևոր է եւ օգտակար եւ ես նաեւ կրկին ողջունում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում այս դժվար ժամանակահատվածում ցուցաբերած պատրաստակամության համար եւ իմ կողմից էլ պատրաստակամություն եմ արտահայտում պատասխանել ձեր բոլոր հարցերին, անդրադառնալ եւ իհարկե շարունակել համագործակցությունը։